Կյանքը բարելավելու միջոցների մասին պրակտիկ խորհուրդներ կար այնտեղ, սկսած նրանից, որ օրինակ պիտի ձերբազատվել տան հին իրերից, նույնիսկ հին կոնտակտներից հեռախոսի։ Դե խլամ ենք հավաքում, մենք անիմաստ ոչ գործածվող իրեր ենք հավաքում եւ նաեւ այդպես էլ գալիս են այցելուներ, որոնք ինչի մասին ասես միանգամից մտածում են։ Մեկ էս կխոսի, մեկ էլ կխոսի։ Շիլաշփոթ։ Ես այդ մարդուն հարցնում եմ, քո զգեստապահարանի դարակները խառն են, չի ասում, հա, վայ, ինչ իմացակ։ Ասում այ կգնաս, բոլորը մի հատ դասավորի, տենց էլ կամաց կսկսեն դասավորվել մտքերդ։ Երբ որ դասավորվում է, այնտեղից ինչ է դուրս գալիս, որ շոր կա, որը արդեն փոքրացել է, շոր կա, որը մոդայից դուրս է եկել։ Հիմա այնքան կարիքավոր մարդիկ կան, սիրուն, դասավորի տար կամ եկեղեցու դռանը դիր, կամ էլ ցանկացած գյուղը որ գնաք, ինչ որ մեկին տակ շնորհակալությամբ կընդունեն։ Մարդ կա, որը պահում է իր երեխան դարել է 37 տարեկան, նա իր այդ մանկության շորերը իբրև հիշողություն պահում է։ Դա իր ընտրությունն է, բայց համարում է, որ տեղ ես ազատում, նաև նորը գալու համար։ Համարում է ինչը որ չես օգտագործում, դա պետք է դուրս գա։ Նաև դրանով մաքրում ենք մեր մտքերը, որովհետև այդ կասկածամտությունը չօգտագործվող իրերի նման վնաս տվող մտքեր են, որոնք լինում են մարդու ուղեղի մեջ։ Երկու միտք կա, չէ՞, կասկածամտությունը։ Անեմ, չանեմ, դավաճանում է, չի դավաճանում, խաբում է, չի խաբում։ Դրա համար էդ էլ պետքա պարզել եւ երկրորդը շպրտել դուրս։